Պարոն Լպուտյան, ձեր կարծիքով որոնք են հայի ինքնության առանցքները, եկեղեցի, պատմություն, լեզու, սպորտ։ Երեկ կարծում եմ առաջին դա լեզուն է, անխոսք խանցած ճանապարհը, դա մեր եկեղեցին է, և կարծիքով այդ երկուսն են հիմնական։ Ձեր ստեղծագործական մասնագիտական փորձի ընթացքում ինչպես է ձևավորվել հայի ինքնության ձեր ընկալումը, երկար ճանապարհ եք անցել։ Մի դժվար հարց եք տալիս, որովհետև դա ամբողջը դա քո մեջ է, դա քո բնությունն է, քո արյունն է, քո միտքն է, որը երևի դա բնությունն է քեզ ժամանակի մեջ միշտ օգնում, որպեսզի քո միտքը լինի այնպեսին, ինչպեսին որ կա։ Երևի դա անխոսք երկիր սիրելը, քո ընտանիքի սիրելը, դա մարդու գալիս է մարդու մտածելակերպից, նրա ներքին աշխարհի գիտակցությունը ինչպիսին է, կամ ինչպիսին է տեսնում իր երկիրը, իր սովորությունները։ Ես կարծում եմ դա ամբողջ բնություն է, գուցե չգիտեմ, բայց այդպես որ ինքը դա բնականորեն է տեղի ունենում։ Պարոն Լպուտյան, ձեր կարծիքով, ձեր տպավորությամբ համաշխարհայնացումը, գլոբալիզացիան սպառնալիք է մեր ինքնության համար, թե նոր հնարավորություն է ճիշտ կառավարելու դեպքում։ Ես կպատասխանեի այդպես։ Մեկի համար, երբ որ դուք քայլում եք բնության մեջ, երբ որ տեսնում եք բազմաբնույթ ծաղիկներ, ինքը շատ գեղեցիկ է, երբ որ տարբեր ծաղիկներ են, պատկերացրեք, եթե դուք քայլում եք և տեսնում եք միայն նման մի ծաղիկի տեսակ, որը ավելի գրավիչ կլիներ ձեզ համար։ Իմ կարծիքով մարդկային ամեն մի տեսակը, ազգը, դա բնության ինչ-որ մի տեսակն է, որը որ ինքը դրանով հետաքրքիր է դառնում իր տեսակով աշխարհում։ Մենք ծաղիկներ ենք, մեկը շատ գեղեցիկ է, բայց խոտավետ չի, մյուսը այդքան գեղեցիկ չի, բայց շատ խոտավետ է։ Բայց բնությունը դրանով է շատ ավելի ցանկալի։ Ես կարծում եմ, որ ամեն մի ազգ ինքը իր տեսակով շատ ավելի գեղեցիկ է և ավելի ցանկալի և ավելի կարևոր է հասարակության և բնության համար, քան թե ընդհանուր ինչ-որ մի տեսակ լինելը։ Որովհետև ամեն տեսակը դա շատ գեղեցիկ և շատ գրավիչ է։ Եվ դա կորցնելը ես համարում դա մեծ կորուստ բնության և մարդկության համար։ Այսինքն կարևորում եք ազգային դիմագիծը։ Այո, ամեն մեկը պետք է ունենա իր տեսակը։ Ձեր կարծիքով կրթությունը պետք է լինի ազգային, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու։ Նայեք, ավելացնեմ հարցիս մի փոքր դրվագել, եթե չեմ սխալվում, Գիտահետազոտական ինստիտուտ շախմատի, կարծեմ երկու երկիր ունեն, չէ, Հայաստանը և Հայաստանը միայն մեկը, հենց այդ համատեքստում, եթե իմ հարցին պատասխանեք, էլի, ազգային կրթության։ Առաջինը ես կարծում եմ, որ կրթությունը պետք է լինի մարդկային։ Դա նայ, որ կրթությունը պետք է, ես միշտ այդպես եմ մտածում, որ 3 կարևոր որակներ պետք է դա հասարակությանը։ Դա պետք է կարողանալ մարդուն կրթել, որ ինքը շատ հոգատար լինի իր մարմնի հանդեպ, բայց մարմինը լինի առողջ, որ ինքը երկար ծառայի և օգտակար լինի մարդկությանը։ Երկրորդը կրթությունը պետք է մարդուն կարողանա տալ մտածելու և ստեղծագործելու այդ որակները։
Եվ երրորդը ամենակարևորը դա մարդկային այն կարևոր արժեքները, որոնք որ շատ կարևոր են, հոգևոր արժեքները, որով որ մարդը դառնում է մարդ եւ դառնում է շատ ցանկալի բոլորի համար։ Այդ երեք որակներն են, ես կարծում եմ, որ շատ կարևոր է մարդկության համար։ Իսկ այդ մեկտեղ, երբ որ դու ունենում ես քո այն տեսակը, քո լեզուն եւ այլն, դա միանում է դա եւ դու դառնում ես ընդհանուր ցանկալի մի բնության տեսակ, որը ինքը գրավիչ է եւ շատ ցանկալի է բոլոր հասարակության համար։ Պարոն Լպուտյան, մենք խոսեցինք ինքնությունից, ազգային դիմագծից, այդ ամենում ինչ դերակատարություն ունի հայ առաքելական եկեղեցին, ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, որ բոլոր եւ հայ առաքելական եւ ընդհանրապես տարբեր հավատներ իրենց հիմնական նպատակը դա մարդկային սերն է։ Եվ հիմքը դա սերն է, որ մենք այս աշխարհում մարդիկ մեկնումսին սիրեն, հարգեն եւ գնահատեն։ Եվ ինչ խոսք հայ առաքելական եկեղեցին բոլոր ժամանակներում քրիստոնեությունը դա օգնել է մեզ հասարակությանը, որպեսզի պահպանենք այդ արժեքները, որակը, որ ասում եմ հիմնական հիմքը դա մարդկային սերը շատացնելն է։ Եվ ես կարծում եմ, որ առանց դրա այս աշխարհը շատ վտանգավոր կարող է դառնալ եւ շատ անցանկալի, նույնիսկ ապրել ցանկալի չի լինի այդպիսի միջավայրում։ Մի հարց էլ տամ եւ ավարտենք մեր զրույցը։ Ձեր կարծիքով, ձեր գնահատմամբ ինչ դերակատարություն ունի ամենայն հայոց կաթողիկոսը համահայկական համազգային խնդիրների լուծման համատեքստում։ Կաթողիկոսը դա այն մարդն է, որը ամբողջ ժողովրդի առաջնորդն է, հոգևոր առաջնորդը։ Եվ ես ինչպես նախորդ ասացի, իմ կարծիքով այս կյանքում ամենակարևորը դա մարդու հոգին է եւ հոգու զարգացումը եւ հոգու արժեքների տարածումը։ Եվ հայոց կաթողիկոսը դա այն արժեքն է, որը պետք է մեր ամբողջ հայ հասարակությանը կարողանա համախմբել եւ մեր ինքնությունը, մեր արժեքները կարողանա տարածել եւ պահպանել եւ դրանով դառնալ շատ ավելի ցանկալի, շատ ավելի ուժեղ եւ շատ ավելի հարգելի այս աշխարհում։ Կա մի բան, որի մասին կուզենայիք բարձրաձայնել, բայց չհարցրի ձեզ։ Կուզենամ, որ իրականում կրթությունը շատ կարևոր է մեր հասարակության մեջ։ Մարդկային արժեքները շատ կարևոր են։ Դա պետք է իմ կարծիքով սկսած նախադպրոցական տարիքից դպրոցում եւ լույերում իմ կարծիքով ամենակարևորը դա մեր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին այդ մարդ տեսակը կարևորել, որովհետեւ լավ մարդ լինելը դա թակ հազարավոր արժեքներ են։ Դա արժեքներով լի, դա աշխատասեր, ծառայող, երկիր սիրող, աշխարհը սիրող, հարգող մարդկանց այդպիսի տեսակ եմ ես ուզում տեսնել մեր հայ ժողովրդի մեջ, որը որ իսկապես կարող է բարիք բերել այս աշխարհին եւ ցանկալի լինել այս աշխարհի համար, որպես ինքնության ինչ-որ մի տեսակ, բնության ինչ-որ տեսակ։ Դա ես կուզենայի տեսնել։ Կուզենայի, որ երբեք սուտը երբեք արժեք չունենար մեր երկրում, որ խիստ դատապարտվեր սուտը, կամ կեղծիկը, կամ գումարը, կամ փառքը, դրանք բոլորը ուղղակի շատ ցավալի է, շատ
շատ է տխրեցնում, որ այդպիսի որակները կարող ես կարևորել կամ արժեքավորել մեր մարդկության մեջ։ Կուզենայի, որ լավը տեսնեի վաղը, եւ կուզենայի, որ բոլորս ծառայենք, իրականում ծառայենք, եւ ամեն ինչ անենք, որ վաղը մեր գալիքը իսկապես լինի շատ օգտակար եւ օգտակար այս աշխարհին եւ այս բնությանը։ Իսկ հոգեվորությունը, հոգեվորական անձը ես համարում եմ ամենակարևոր անձը մեր մարդկության համար, որովհետեւ հոգին է կարևոր եւ հոգուն պետք է միշտ կրթել եւ հոգին պետք է միշտ զարգանալ, դրանով դու կդառնաս իմաստուն եւ սիրող եւ օգտակար քաղաքացի։